ցավից Ես համերգ էի վարել, որտեղ սիմվոլիկ ասած 10 երգչից հայկական էստրադայի 8-ը բեմի վրա ռաբիզ են երգում։ Ես այդ համերգից հետո բառից բուն իմաստով լուրջ դեպրեսիայի մեջ էի։ Մեր ազգի համար այդ ամոթ է։ Այդ ուղղակի չի կարա մի ազգում հնչի ազգագրական երաժշտություն, որը ոգևորում է քեզ թշնամու դեմ, որովհետև թշնամու դեմ պետք է ոգևորվել, հա, թշնամու դեմ տենց են պայքարում, առաջինը ոգևորվածության ու դուխով։ Ու նույն ազգում հնչի երաժշտություն թշնամու երաժշտությամբ հայերեն բառերով, դա չի կարելի, դա ամոթ է։ Asla vazgeçemem senden asla Olamam ben sensiz Andatar el yetçenga çemana Ankara'm koç Մենք որ լավ կլկլացնենք թուրքը մեզ էլ վրա չի տա Այսինքն աղբորը չի խփի, կարող է մեր հողերներ հետ տա։ Ռաբիզը դա ինտերնացիոնալ փրկություն է։ Yeni sevdalar çiçeğimsin Bana ne, bana ne, bana ne, bana ne be Şartlar bunu gerektirdi ayrıldık işte Açere, açere, sevko açere Չեմ մոռանայես երբեք քակցր շուրթերը 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 Ախ այս պուրա Քարեն Կաննամալյանին ինչու դուրս եկավ տաղավարից հետաքրքիր է եւ որն էր պատճառը լքելու համար Գիտեք ինչ է ոչ թե դեմ եմ երգչին բացարձակ երգիչ է որը տարիներ ի վեր բեմի վրա է եւ ճանաչված, հա, բայց սա այն երաժշտությունը չէ, որ ես կարող եմ կանգնեմ եւ լսեմ։ Sensiz günlerimin dermanı olmaz Gel benim nazlı canım, kara gözlü ceylanım Bu hayat sensiz olmaz gel Gel benim nazlı canım, kara gözlü ceylanım Sensiz olmaz su Ռաբիզ երգում ամեն տող կրկնվում է երկու անգամ։ Դա կամ ստեղծագործողի տաղանդը չի հերիքում, լրացուցիչ երկու տող գրելու համար, կամ նա ուղղակի ծուլանում է, կամ էլ հաշվարկված է բութ ունկնդրի համար։ Yandırdım kalbimi yaman Ey kaşları keman Derdime inan yar Sensiz yaşayabilmem Ey sevgili canan Bu derdime inan El sirtes çiğdim ana Marala marala Saçıgı marala Halala halala Hecin sırtı hamara Պարոն վերջերս ասացիք ռաբիսը որպես հայազգին ոչ հարիր երաժշտական ժանր ժամանակի ընթացքում պետք է վերանա։ Դե վերանալը իհարկե շատ դժվար պատկերացնելի է, ամեն դեպքում առնվազն եթերում եւ մեծ բեմերից կարելի է արգելել, բացառել երաժշտական այդ ժանրը։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու ռաբիզը այսքան տարածում գտավ, հա, պետք է եկեք վերլուծենք, որովհետև մենք բոլորս միասին, այդ թվում նաև հեռուստաընկերությունները, ես էլ նախկինում լինելով ձեր գոլեգան, մենք կոտրեցինք էստրադայի ողնաշարը։ Ayrele tancele yer kosele Migna migna ah migna Gereles kopas krovak migna Դպրոցներում վերջին զանգերին ուսուցիչները եւ աշակերտների ծնողները բոլորը միասին ծափ տալով իրենց երեխաներին ռաբիզ երաժշտությունով
դպրոցից ճանապարհում են դեպի կյանք, մեծ կյանք։ Գողացած երաժշտությունը չես կարող սարքել քո երկրի համար առաջին դեմք։ Չէ, երաժշտություն շատ կարևոր է, չէ՞, այդքան ասում են Կոմիտասը ինչ է արել։ Ռաբիզն է ստեղծել Կոմիտասը ոչ։ Իսկ Ռաբիզի ներքո ինչ է կատարվում ամբողջ ռեստորանը, որ կրամոլություն։ Ստամոքսային մտածողություն։ Այո, ստամոքսի պաշտամունք, ուտելիքի պաշտամունք եւ կայֆի գերակայություն, կայֆ, այսինքն պետք է կայֆը լինի անընդհատ։ Ադրբեջանցիներից։ Հենց պատերազմի ժամանակ։ Դուք հիմա կարող եք տեսնել մեդիա դաշտում, Facebook-ում թե Instagram-ում երիտասարդ տղեկ կան, որ բացահայտում են, թե ով ումից է գողացել, բայց դա նոր է սկսել բացահայտել։ Երաժիշտները շատ լավ գիտեն ով ումից է գողանում, այն որ ասում են միլիոնավոր դիտումներ են ունենում։ Այո, գողանում են, այդ տեսահոլովակները։ Գիտեք ինչ, Աննա ջան, խնդիր չկա, որ որևէ մեկը լսի թուրքական երաժշտություն, ադրբեջանական երաժշտություն, արաբական, առհասարակ խնդիր չկա, բայց երբ որ դու գողանում ես իրենցից եւ չես ասում դա ում երաժշտություն է եւ ներկայացնում ես որպես հայկական երաժշտություն, դարձնում ես դա քո ազգի այցեքարտը, դա շատ վատ հենց այդ ազգային գաղափարախոսությունը։ Rin yarim suya düştü hayalim. Havadayız havada, ars koskeris havada. Gece այսպես անիմաստ կյանքը կասնի գգնա։ Մարդիկ իրենց երեխաներին բանակ են ճանապարհում այդ երաժշտության տակ։ Իսկ մարդիկ էլ կան գծի այն կողմը այդ դրանով իրենց երեխաներին են սպանում այդ երաժշտությունով, այդ երաժշտության տակ ուրախանալով։ Haydi söyle onu nasıl sevdiğimi, haydi söyle. Amoşkan destevesi kesevsen aşe, vurmam tekstil destan gelsin. Özledim teninin kokusunu özledim. Özledim sımsıcak nefesi. Bayzavsa şemdara Գտնե սրտի տանալի քեսինե։ Չեն որ մարդիկ կան, որ ասում են ինչ ես ռաբիս լսում, ասում են ախպեր ինչի դու արսենիկներին պարելուց Մոցարտի տակ ես պարում։ Որ ինչի Մոցարտից բացի ուրիշ բան չկա, այդ ինչ ծայրահեղություն, անպայման ծայրահեղություն, կամ ռաբիս, կամ Մոցարտ, հա։ Ուզում եք ասեք, որ Վլեի ու Մոցարտի արանքը ոչ մի բան չկա, հա։ Մոցարտն ա եղե 200 տարի երգ չի եղե ու Թաթուլը համերգ ա դրել։ Just as long as I'm the one that you feel alive. Kes hamar var ter bereci, kes hamar az ter bereci, kes hamar yer kere göreci, kes hamar Elimena Uşadi Du երդվեցիր խորանում, ախերին չեմ խորանում Արկադի Դումիկյան ջան Ես որ խորանումն եք, որ խորանումի հետ բրնցրել, բրատան Դու երդվեցիր խորանում, ախրին չեմ խորանում, ախորպես Այդ երկը գրողը ով է, երևի մտածել դու երդվեցիր խորանում ու երկրորդ տողը չի եկել ինձ թվում, ինչ գրեմ, մեկը երևի կողքից ասել, ադի ինչ ես խորանում, մի բան գրեմ Դե պատահում է Yanayım, ateşlerde yanayım